Վստահ եմ դուք ասելիք կունենաք, խնդրեմ։ Հերթական իշխանական վախերի առաջին օրից հայտարարել ենք, որ այս իշխանությունը ունի աննկարագրելի, անբնական վախ Սամվել Կարապետյանից, որովհետև Սամվել Կարապետյանը իր կյանքով ապահովել է մի բան, ինչպես կարելի արժանապատիվ ապրել եւ հայ տղամարդու գյուղում ծնված, գյուղում մեծացած հայ տղամարդու կերպարը, իմիջիալոց, որի կարիքը այսպես շատ ունենք։ Եվ երկրորդը, ինչքանով որ ես տեղյակ եմ, չասեն հիմա փաստաբանները դեռ բան չեն հայտարարել, բայց ինչքանով որ ես տեղյակ եմ, հերթական շինծու ոչ իր հետ կապ ունեցող գործ է, այսինքն 3-րդ, 4-րդ, 5-րդ կապով գտել են իրենց կարծիքով ինչ-որ բան, որը կարող է կպնել Սամվել Կարապետյանը։ Նկատի ունեք դրվագը, որը ավելացվել, այսինքն փոփոխված մեղադրանքով։ Այո, եւ ներողություն եմ խնդրում եւ այստեղ մի շատ կարևոր հանգամանք, ես ուզում եմ, որպեսզի մեր բոլոր հայրենակիցները, ովքեր լսում են, ուշադրություն դարձնեն մի բանի վրա։ Սամվել Կարապետյանը, մի անգամ ասել եմ, կրկնում եմ, երևի թե այդպիսի հաշվարկ գոյություն չունի, ինչքան բարեգործություն է արել, բայց այս պահին էլ դեռ իր կարծիքը չի փոխել, որ բարեգործությունները չպետք է բարձրաձայնվեն։ Այսինքն ստացվում է իրենց խելքով, իրենց կարճ խելքով, որ Սամվել Կարապետյանը պատրաստ է շատ մեծ բարեգործությունների, բայց այստեղ ինչ որ փողերի լվացումով զբաղվի, մի քիչ ծիծաղելի է, չի կարելի, այսինքն բաներ կա, որոնք որ լսելն է անգամ զզվելի։ Այսքան այնքան անհիմնավոր են եղել պարոն Ղազինյան այն նախկին մեղադրանքները, որ նորեն են, հա, փորձում գտնել, որպեսզի գոնե դատարանին ինչ-որ մի թղթով համոզեն։ Տեսեք, իմ կարծիքով առաջին հոդվածը, որ դրվել է այդ սահմանադրական կարգի տապալման կոչը, միջին ծանրության արարք է։ Այսինքն այդ արարքով ընդհանուր նորմալ դատարանի պարագայում կալանք չի։ Նու կալանք կարելի է տալ, բայց չեն անում։ Հիմա պատկերացրեք մի իրավիճակ, որ մեկ անգամ տվեցին, երկրորդ անգամ այստեղ դատարանը որոշեց, որ այդ փողերի լվացումով գործը հիմնավոր կասկածով, որը ենթադրվում այո, որը չի կարող, երկրորդ անգամ տվեցին նույնով, երրորդ անգամ երկարացնել կալանքի ժամկետը սահմանադրական կոչով։ Հիմա դուք պատկերացնում եք, այս ինչքան մարդ կա կանգնած։ Բոլորը գոռում են, այո, ես էլ եմ միշտ ասել, հիմա կրկնում եմ, մենք մեր ձևով մասնակցելու ենք այդ ամեն ինչին, այսինքն ցիտում եմ Սամվել Կարապետյանին։ Վախենում կալանավորվել։ Ճիշտն ասած, ընդհանրապես վախ չունենալն էլ ոնց է ասում, հիմարության նշան է, բայց այս պարագայում չեմ վախենում, ինչի համար, որովհետև երբ որ մարդու խիղճը մաքուր է, երբ որ մարդը իր պետության կամ իր իր հավատքի նկատմամբ կատարվող ոտնձգություններին դեմ է կանգնում, կարծում եմ նորմալ մարդը չպետք է վախ ունենա։ Պարոն Ղազինյան, այս համատեքստում տեսնում ենք, որ Ռոմանոս Պետրոսյանը պարբերաբար փոքր այսպես հաշվետվությունների տեսքով ներկայացնում է հեծում իրական, այսպես իր ասելով, իրական օբյեկտիվ վիճակը, ձեր դիտարկումները նախ այդ գրառումներին, բացահայտումներին եւ այլն, եւ հաջորդիվ նաեւ արբիտրաժի որոշման հետ կապված, որն այդպես էլ չկիրարկվեց Հայաստանի Հանրապետությունում, տարբեր այսպես պնդումներ, բարձաբանումներ եղան պաշտոնական, բայց մենք տեսանք, որ այս հարցում Հայաստանի Հանրապետությունը դարձյալ խնդիրներ ունի, ԶՊՄԿ-ի վերջին օրինակը, Ոլնորթ ընկերության հայտարարում է ներկայացվել պահանջը 1.5 միլիարդ դոլար։ Խնդրեմ սրա համատեքստում անդրադառնանք նաև հեծի դրվագին։ Եթե հիշում եք, 1-1.5 ամիս առաջ ես առաջարկեցի, որպեսզի կազմակերպվի բանավեճ, քննարկում, անունը թող իրենք դնեն հմեկով ուղիղ եթերով։ Ես, հանձնաժողովի նախագահ Մեսրոպը եւ կառավարիչը։ Եկեք ֆիքսենք, որ ամիս ու կես է որևէ լուրջ չկա, ես այդ էջ ուզում եմ փակեմ, ուղղակի ֆիքսելով, որ վախեցան, չեկան, որովհետև երբ որ բաց ես թողում, իրենց թվում է, թե դե բաց է, մի օր կհամաձայնվենք, մի օր չենք հավի, ֆիքսում ենք, որ վախեցան, փակում ենք։ Երկրորդը, եթե մարդ բան է ունենում ասելու, իր էջով չի նստում գրում, երկրորդ կարծիքը չլսելով, չգիտեմ, գիտեք, տարիներ շարունակ մենք պայքարել ենք նման երևույթների դեմ։ Հիմա արդեն 3 ամիս է իրենք են կառավարում
Եվ այսօր բերում ասում են գիտեք ինչ, ստեղ սենց ա եղել, ընդեղ նենց ա եղել։ Նորից կրկնում եմ, յուրաքանչյուր իրենց գտած այսպես արատավոր երևույթ, որովհետև մենք տարիներով պայքարել ենք եւ հաջողության ենք հասել հաշվի առնելով այսօր հեծի վիճակը, եթե իրենք մաքուր լինեին, իրենք կներգրավեին սեփականատիրոջ ներկայացուցիչներին։ Առաջի օրը այն չեկած արդեն ես ձև չունեի աշխատելու, ապօրին հրամանով ազատեցին։ Լավ, եթե մենք այդքան մեղավոր ենք, ինչի՞ չեք ուզում մեր հետ քննարկեք, նույն հմեկի տաղավարում ապացուցեք իմ կատարած, այսպես ասած, հանցանքները, սխալները։ Հիմա այդ վախը արդեն բնորոշում է, որ իրենք բան չունեն։ Պարոն Ղազինյան, եւ այդ վիճակի մասն էլ շարունակեց նաև տեսակ արբիտրաժների հետ կապված ես դիտարկումներ արեցի։ Հայաստանի ներդրումային վիճակը ինչպես է այսօր գնահատում, որպես ժամանակին ամենամեծ, այսպես մասնավոր ընկերության ներկայացուցիչ եւ ինչպես է գնահատում այս մոտեցումը, այս արբիտրաժային այս գործերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մոտեցումը։ Եթե իշխանությունը սիրի իր երկիրը եւ իրեն խիստ ժամանակավոր չհամարի, յուրաքանչյուր իշխանություն է ժամանակավոր, բայց պետք է քո երկիրը սիրես եւ չանես այնպիսի քայլեր, որի արդյունքում կտուժի քո երկիրը։ Հիմա այս պարագայում, ինչպես բազմիցս նշել եմ, իրենց արդարության նախարարը մի անգամ չկարողանալով չկրկնել իրենց ղեկավարի ասածը, որ պետականացվելու, այդպիսի հասկացություն ուղղակի չկա, ասաց, որ գերակաշահով է լինելու եւ փոխհատուցում է տրվելու, այսինքն միջազգային կառույցների կողմից գնահատված ընկերության գումարած 15%, գերակաշահը դա է ընդհանրում։ Իսկ դա նշանակում է մի քանի 100 միլիոն դոլար պետք է վարկային պարտավորությունները վերցնեն պետական երաշխիքով եւ մի քանի 100 դոլար վճարեն, այսինքն ստացվում է մի այսպես կմահաճույքի կամ վախի պատճառով պետությունը ընդամենը չեմ ուզում հիմա կոնկրետ թիվ ասեմ, որ չասեմ չգնահատած վիճակում թիվ ասում, բայց հավատացեք շատ մեծ թիվ է։ Ինչ վերաբերում է արբիտրաժին, այս քայլերով արդեն նվազել են միջազգային ներդրումները, ավելի են նվազելու, որովհետև կրկնում եմ, չի կարող նորմալ գործարար, որը միջև իր ներդրում կատարել ուսումնասիրում է տվյալ երկրի օրենսդրությունը, ուսումնասիրում է տվյալ երկրի իշխանությունների պահվածքը, չի գալու այստեղ ներդրում անի, հավատացած եղեք, բացի մեր կողմից այսպես թշնամի համարված երկու երկրներից, որովհետև նրանք փորձելու են բերեն այդ գումարը դնեն ստեղ, գումարով ազդեցության լծակներ վերցնեն։ Ոչ մեկ այլևս չի անել։ Զուգահեռ իրականությունում հա կարծես այս ներսի գործարարներին են փորձում ակտիվացնել էկոնոմիկայի նախարարն է հանդիպումներ կազմակերպում, ասում են նախընտրական ինչ-որ իրենց կշիռ ունեցող մարդկանց փորձում են ներգրավել։ Նրանց արդյոք այդ գործարարները այս ռիսկերը չեն տեսնում, ներսի գործարարների մասին է խոսքը։ Գիտեք, իմ շփումներն էլ քիչ չեն, շրջապատել Փառկաստու քիչ չի եւ ես ճանաչում եմ եւ աշխատել եմ եւ շարունակելու եմ աշխատել եւ մտերմություն անել Հայաստանի ամենախոշոր գործարարի պարոն Կարապետյանի հետ, հավատացած եղեք այդ շոուները կազմակերպած 90 եւ ավել տոկոսը ոչ իրենց կամքով են գալիս։ Ուղղակի պատկերացրեք իրավիճակ մարդունի բիզնես, ինչ են անելու։ Չգալու դեպքում լծակներ են կիրառելու մարդկանց պատժելու։ Սամվել։ Ամստերդամի այսօրվա խոսքերը իշխանությունը լայն տարածում է ասելով, որ պատրաստվում են գրոհեն Հայաստանը, այն խոսքերը, որ ամեն օր գրոհելու են Նիկոլ Փաշինյանին, մինչև Սամվել Կարապետյանը ազատ չարձակվի։ Ինչ կարող եք այս առումով ասել եւ նաեւ մասնագիտական առումով ինչ է նկատի ունեցել, այստեղ միայն իրավական տարերն է նկատի ունեցել, թե նաեւ նկատի ունեցել, չգիտեմ, քաղաքական գրոհը, այլ գրոհ։ Եթե պարոն Ամստերդամը լիներ Մոջահեդ, կհասկանային գրոհել ինչ նկատի ունի, երևի թե հայերեն այսպես ճակերտների մեջ ասածը չի ասել, ստացվելու է, որ ասենք ինչ է անելու պարոն Ամստերդամը, իրավական ճանապարհով, այո, գրոհելու է, ինչ կա դրա մեջ։ Այդ պարագայում յուրաքանչյուրի իրենց խոսույթների մեջ, իրենց, այսպես ասեմ, քրեական օրենսգրքի հոդվածները չեն հերիքի, արդեն չեն հերիքում իհարկե, բայց ընդհանրապես չեն հերիքի։ Երկրորդը պարոն Ամստերդամը ըստ երևույթին գիտեք ինչ վիճակում է, իրենց չեմ ճանաչում, չեմ խոսել, որովհետեւ չասեն այսպես այնպես, բայց իմ կարծիքով լինելով ուժեղ իրավաբան, լավ իրավաբան, բազմաթիվ պրակտիկայում փորձեր ունենալու, երևի չի տեսել այսպիսի բան,
եւ մարդու մոտ հասկանալու խնդիր է։ Նորմալ է, չէ՞, երբ որ մարդը 30-40 տարի զբաղվում է փաստաբանությամբ եւ այսպիսի աբսուրդ չի տեսել։ Դե այսինքն այսպիսի աբսուրդ չտենալով այդ մարդու մոտ արդեն, գիտեք, մեկ-մեկ ինձ մոտ էլ հարցազրույցների ժամանակ Փառք Աստծո բարապաշարս փոքր չէ, բայց իմ մոտ էլ է վերջանում եւ սկսում ես արդեն ինչ որ փորձում ես կառավարել, բայց սկսում ես արդեն ոչ։ Մամուլը, եթե ավարտեցիք, մամուլը գրում է, որ հետցի աշխատակիցներին չեն թողնում մասնակցել այս եւ նմանատիպ այլ հավաքներին, միջոցառումներին։ Դուք որպես հետցի նախկին տնօրեն նաեւ վստահաբար ինչ որ կապեր եք պահպանում, կան ասեկոսներ ձեզ հասնում են խոսակցություններ այդպիսի դեպքերի իրավացի լինելու մասին։ Քիչ առաջ այստեղ հետցի անվտանգությունից էլ մարդիկ են եկել են գույքագրեն, թե ովքեր են եկել։ Իհարկե, այսինքն ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք։ Դուք հարցրեցիք ինչ եք եկել, պարոն Ղազարյան։ Չէ, կարող մի քիչ կոպիտ լինի, դրա համար չհարցրեցի։ Մեր նախկին աշխատակիցն է, որը եկել է այստեղ գույքագրի հասկանատենա ով է եկել, ով չի եկել։ Իսկ ինչ վերաբերում է։ Գիտեք, այդպես տեսեք, իրենք մի քիչ խելոքացել են, ես մի անգամ ասեցի, իրենք խելոքացել են եւ ժամանակին, երբ որ մենք ինֆորմացիաները ստանում էինք, այսպես 5-6 հոգանոց ժողովներ լինում, ինֆորմացիան ստանում ենք։ Հիմա արդեն սովորել են, առանձին են ասում եւ սպառնում են, որ եթե սա դուրս եկավ, խնդիր կունենաք, բայց ախր չեն կարող։ Մեծ կոլեկտիվ է, ինձ մարդիկ տեսնում են, այսպես այսօր հոգեհանգստի է գնացել հետցի աշխատակցի, շատ մարդ եկել էին, աչքերով են բարևում, չգիտեմ, մարդկանց աչքերի մեջ տեսնում ես այդ անարդարությունը, ես շատ նորմալ եմ վերաբերվում։ Այո, իրենք չեն ուզում։ Վախ մարդկանց մեջ սերմանեն, որ աշխատանքի Ընդհանրապես վախի մթնոլորտ այսօր երկրում, երևի թե բոլոր նախկին իշխանությունները չեմ կարծում ցանկացել են, բայց ամեն դեպքում չէին ցանկանա, չէին կարող այսպիսի վախի մթնոլորտ անել, Ազատություն, ազատություն, Վերջին ասուլիսում դուք հարցադրումներ էիք որոշակի հնչեցրել եւ խոսելով հատկապես Սարիկ Մինասյանի հայտարարությունների մասին, շատ ծանր էր տարել եւ ասել էիք ստի, ինչպես գիտեք, Facebook-ում ավելի շատ այսպես տղայական ռազմորկայի նման ձեզնից հաշիվներ էր պահանջում, մասնավորապես ասես գրել է դրան ասեք, որ հետցի ներկայիս վիճակի բացահայտումներից հետո պատասխան ունի տալու Տաշիրի սեփականատերերին, վերջինների սեփականության հանդեպ այդքան ճակերտավոր սրտացավ լինելու համար, պատասխան ուզողը դու չես, դու պատասխան տվողն ես, պատասխանները տալու։ Մի քիչ ոնց ասեմ, այն ժամանակ այդպես պրովոկացիոն հարց հնչեց, անդրադարձա, բայց ես իրեն անդրադառնալը իմ հեղինակությունից ցածր եմ համարում։ Ուղղակի նորից, գիտեք ինչ, այսպես ընդհանուր ասեմ, լավ, տղամարդը երբ որ բերանից խոսք է հանում, պետք է կատարի կամ ներողություն, ապացուցի կամ ներողություն խնդրի։ Ասել է, որ այնտեղ կան մարդիկ, ովքեր անվճար հոսանքից օգտվել են, այսպես ասած լավ տղաները, թող հրապարակի, եթե ոչ տղամարդու համար էլ է, ընդհանրապես մարդու համար սխալվելն էլ է նորմալ։ Կարող է մարդը ասել, գիտեք ինչ, կներեք ինֆորմացիա սխալ էր։ Տղայական, որ ինչ էլ լինի, տղայական ճանապարհով ես հիմա մի բան պատասխանեմ, տանեն նստացնեն, ինքն էլ ուրախանա։ Բայց ինք ասել էր ցուցակը կհրապարակի։ Ուրա։ Դե հրապարակի, մենք էլ ուղարկենք մարդկանց, տեստենք, եղել է այդպեսի, որովհետև այդ ցուցակ հրապարակելն է շատ, հիմա Ռոմանոսն էլ չէ ուզում անունտա, ինքն էլ է շատ այսպես բաներ հրապարակում։ Զինվորական մասի վրա 8500 կիլովատ հավելակում, եղբայր, եթե դու օբյեկտիվ ազնիվ լինես, մի հատ կանչի այդ աշխատակիցներին ասի, այս վերջի 6 ամսվա մեջ ինչ են գտել, նույն անվտանգությունը, իմ կողմից ղեկավարած տնօրենությունը, ինչքան մարդ են ազատել, լավ մեր ձևով, այսպես ասած, պայքարը շարունակում են, ու պրիտոմ շատ փնթի, ասեմ ձեզ, շատ փնթի։ 8000 կիլովատն էին հայտնաբերել, պարոն Հազինյան, դրանից ավելի չեն հայտնաբերել, դեռ ժամանակ ցույցել եք ավելի շատ եք։ Վայ ջան, ինքը գիտեք ոնց 2000 տեսուչ ամեն ամիս թիվ են գրում։ Մեր հաշվարկային այսպես նոր ներդրած համակարգը ավտոմատ քաշում է, բայց երբ որ ինտերնետային խնդիրներ են լինում, թե չէ միևնույն է գնում ձերով գրում է։ Այսինքն դու պայքարում ես 2000 անձի դեմ գումարած ազգաբնակությունը, ովքեր ենթադրյալ կարող են գողություն անել։ Անընդհատ այդ երևույթը լինելու է, ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ մի տեսուչ չի փորձելու սխալ։ Ինչի։
գրասենյակները անմխիթար վիճակում գտնվող պետքարանները եւ այլն լուսանկարները։ Ես որպես վերջին հետ գլխավոր տնօրեն ներողություն եմ խնդրում, ինչպես ասեցի, ներողություն խնդրելն էլ տղամարդու համար է, որ ունեցել ենք այդպիսի վիճակ։ Այո, դա մեր բաց թողումն է, մենք գիտեք, մոտարապես 55 այսպես շրջանային էլեկտրական ցանց ունենք, 55, այսինքն բացի մասնաճյուղերը բացվածքով, այնպես որ հնարավոր են այդպիսի դեպքեր, էլի։ Բայջան, երբ որ ասենք տասնյակ հազարավորներ փոխվել են, հիմա մի հատ այդտեղ դրած չէ, նորից եմ կրկնում, տղամարդավարի ազնիվ լինելով, չէ, եթե իրենք ասեին, գիտեք ինչ կա, այս 10 տեղը 20 տեղը փոխվել է, չգիտեմ, կամ 100 տեղը փոխվել, այս մեկը չէին փոխել, մենք կասենք, այո, չենք հասցրել, բայց բերել ներկայացնել, որ ոչ մի բան չի արվել։ Ճիշտն ասած, ոչ միայն, ախր մենակ հենասյուների խնդիրը չի, մենք բազմաթիվ ենթակայաններ ենք բան արել, վերակառուցել, վերանորոգել, շատ։